Բարև ձեզ սիրելի դիտողներ, ողջույն հայկալիքի հարգելի բաժանորդներ, շնորհակալություն եմ ուզում ասել բոլորիդ հայկալիքի նյութերը տարածելու համար և հայկալիքի մեկնաբանությունների բաժնում ակտիվ ձեր արձագանքների համար, մեկնաբանությունների համար, հարցերի համար։ Այսօրվա հերթական մեր նյութը կլինի անշարժ գույքի շուկայի ընթացքի վերաբերյալ դիտարկումները, ընթացքի վերաբերյալ տեղեկությունները հրապարակելը և շարունակենք հետևել ճիշտ կողմնորոշվելու համար անշարժ գույքի շուկայում տիրող վիճակին։ Ինչպես մյուս մեր նախկին նյութերում արդեն մենք միասին հասկացել ենք և վեր ենք լուծել անշարժ գույքի գնանկման գների կարգավորման տենդենսը, դա շարունակական է այսօր և մարտ-ապրիլ ամիսներին այդ ընթացքը շարունակվում է։ Կան այդ բնակարաններ, որոնք տեսնում ենք դիտարկման արդյունքում մինչև մարտ ամիս 3 ամսում օրինակ գնանկումը եղել է ավելի փոքր տվյալ տարբերակի պարագայում և ընդամենը մեկ ամսվա ընթացքում ավելի շատ ու ավելի հաճախ գնիչեցում է իրականացվում սեփականատերերի կողմից։ Այս երևույթը բացատրվում է հետևյալով, որ մարդիկ, ովքեր իրականում վաճառում են և պետք է վաճառեն, որ հարցեր լուծեն, այլ բնակարան ձեռք բերեն կամ ինչ-ինչ այլ խնդիրներ լուծեն, անշարժ գույքի վաճառքի գումարով պայմանավորված, սկսում են հասկանալ, որ անվերջ բարձր գին թողնել և չվաճառելը խելամիտ չէ ու ամեն մի քանի օրը մեկ, շաբաթը մեկ անգամ, շաբաթը նույնիսկ 2 անգամ գների վերանայում են իրականացնում վաճառքի, այսինքն կարող ենք մասնավոր օրինակի վրա բացատրել, օրինակ 90,000 արժողությամբ բնակարանը կարող է մեկ շաբաթվա ընթացքում $5,000 գնիչեցում լինել կամ $110,000 արժողությամբ բնակարանը դառնում է $98,000, այսինքն նորից 10%-ի իջեցում է լինում մեկ ամսում կամ մեկ ամսից է քիչ ժամկետում, բայց պետք է մենք օբյեկտիվ լինենք և իրար ճիշտ հասկանանք, եթե մեկ ամսում ինչ-որ բնակարան 10% գնանկում է եղել, դա չի նշանակում, որ ամեն ամիս 10% գնանկում կարող է լինել, պետք է ճիշտ հասկանալ այս պնդումը, արդեն իսկ իջած գներից է տոկոս իջնում, չի նշանակում, որ ամեն ամիս 10% իջնի հենց նախնական գնից, չէ, դա հասկանալի է և սա ես ինչի եմ հատուկ ասում, տարբեր անտեղի և անտրամաբանական մեկնաբանություններից զերծ մնալու համար, չի նշանակում, որ 10 ամիս եթե սպասենք այս տան գները ամեն ամիս 10% իջներ նախնական գնից և բնակարանը շատ այսպես մեծ գնանկում ունենա։ Ամեն հաջորդ վաճառվող բնակարան հիմնվում է սեփականատերը իրենից նախորդ վաճառած արդեն իրատեսական վաճառքի լիկվիդային գնից, ինչի համար եմ սա բացատրում, օրինակ եթե մի բնակարան վաճառվեց $90,000-ով, բայց իր արժեքը նախնական որոշվել էր $120,000, արդեն նմանատիպ բնակարան ունեցող սեփականատերը իր գնային նախնական սահմանումը սկսում է նախորդ վաճառված գնից, այսինքն 90,000-ից և ինքն է սկսում գնիչեցում անել, այսպես շուկան կարգավորվելու է խելամիտ սահմանների գա։ Հիմա ասեմ ինչու է համեմատաբար զսպված սա տեղի ունենում, ոչ թե դանդաղ և զսպված սրանք տարբեր հասկացություններ են, արհեստական զսպում է տեղի ունենում գնանկման կառուցապատողների կողմից առաջին հերթին, քանի որ նրանք մեծ վնասներ կկրեն գնանկման գնիչեցման արդյունքում, տարբեր մանիպուլատիվ և խաբեություն իրենց մեջ պարունակող մեխանիզմներով փորձում են բարձր գներ դեռևս պահել, ինձ շատ գրում են և արձագանքել են, դիմել են հետևյալ օրինակը ասեմ,
բարձր արժեքով, քառակուսի մետրի համար բարձր արժեքով փորձում են պայմանագրեր կնքել տարաժամկետ վճարումների հնարավորություն տալով, այսինքն կառուցապատողը ոչ թե քառակուսի մետրի արժեքն է նվազեցնում, այլ այդ բարձր արհեստական արժեքով փորձում է վաճառել տարաժամկետ ձևով։ Նա ժամանակի իմաստով այստեղ որոշակի զիջում է անում, բայց բարձր գինը արհեստական պահում է, որպեսզի չփլուզվի, ծրագիրը չփլուզվի, իր շահույթը, որը ակնկալում է փլուզում տեղի չունենա, ինքը միևնույն է շահող կողմ է դուրս գալի այս պարագայում եւ գնորդը դուժող, քանի որ տարբեր մեխանիզմներով հնարավորություն ունի շինարարության ավարտը հետաձգել որոշակի ժամանակ, նաև կարող է բանկերից որոշակի արտոնություններ վերցնել իր շինարարությունը ավարտելու համար կամ տոկոսավճարներ անելու համար տարբեր, քանի որ կառուցապատողներ, բանկային համակարգ, սրանք փոխկապակցված օղակներ են, որոնց համագործակցությունը եւ շահերը համադրվում են ժողովրդի հաշվին հարստանալու մոտիվացումով, այս երկու օղակն էլ մոտիվացված են եւ իրենց գերնպատակը ժողովրդի հաշվին արհեստական եւ անարդարացի գերշահույթներ ունենալն է, հարստանալն է։ Դուժողը ժողովուրդն է լինելու, որը որ չհասկանալով այս մանիպուլյացիան, այս խաբկանքը, ոգևորված առանց լուրջ հաշվարկներ անելու, բարձր քառակուսի մետր արժեքով պայմանագրեր է կնքելու վաճառքի, գնման եւ աստորեն ուրախանալով, որ 3 կամ, չգիտեմ, 5 տարում է տարաժամկետ վճարումներով բնակարանի գինը տալիս, միևնույն է ինքը արհեստական բարձր գին է վճարելու եւ այն ժամանակ, որ այդ բնակարանը իրականում այդքան արժեք չունենա, ինքը միևնույն է պարտավորված է լինելու այդ նախապես կնքված պայմանագրով արժեքը վճարել։ Սա զգուշացնում եմ, որ ուշադիր լինեք եւ հասկանաք ինչ է թաքնված այս գովազդի, այս մանիպուլյացիայի իրականում ետևում։ Շարունակվում է, կրկնում եմ, երկրորդական շուկայում գների կոռեկցիան, գների բալանսավորումը եւ վերջում ամփոփելով կանդրադառնամ հետևյալ մտքին, շատ են լինում անմիտ մեկնաբանություններ, որ չի իջնում բնակարանների գինը կամ ուր է առաջվա գնին չի հասնի երբեք, նախ շատ պայմանական հասկացություն է առաջվա գինի, ինչ նկատի ունենք առաջվա ասելով դա 90-ականների գներն է, 2000-ականների սկզբի գներն է, թե ասենք 5 տարի առաջվա գներն է կամ 8 տարի առաջվա գները, գոյություն ունի խելամտության սահմաններում գներ, ըստ որի Երևանում բնակարանների գինը չպետք է լինի Միլանի բնակարանների գներին կամ ասենք Հռոմի բնակարանների, Փարիզի բնակարանների գներին առնվազն 7-ից 10 անգամ ավելի էժան պետք է լինի, քանի որ կենսամագարդակը 7-ից 10 անգամ զիջում է եւ եկամուտներ ստանալու հնարավորություններն է զիջում։ Մեր մոտ բնակարանների գնաճը պայմանավորված է եղել արհեստական եւ նեղ խմբակային շահեր հետապնդելու խաղարկումով, խմբեր, որոնք տիրապետել են իշխանական լծակների, կառուցապատումով են զբաղվել, բանկային ֆինանսական լծակների, արհեստական գնաճ են գեներացրել եւ կարողացել են Սփյուռքի հաշվին, ովքեր ունեն ավելի բարձր եկամուտներ, բարձր արժեքներով, եվրոպական քաղաքների արժեքներով Երևանում չակերտավոր էլիտար բնակարաններ վաճառել, ինչու եմ ասում չակերտավոր, քանի որ չի կարող էկոլոգիապես աղետալի վիճակում գտնվող քաղաքում միջավայրում էլիտար բնակարան լինել, սա ցնդաբանություն է եւ այդ հանգամանքի հաշվին բնակարանների գների արհեստական աճ եղավ, սա գիտենք, որ դեռ հին ժամանակներից ավելի եղավ Երևանում այդ բումը եւ ամեն ինչ արվեց այդ խաբեությունը մաքսիմում առավելագույնս պիկին հասցնելու համար, սակայն
սուտը եւ կեղծիքը չի կարող հավերժ լինել եւ այդ ալիքը իհարկե նստեց, հետո օգտագործվեց բոլորիս համար բարձ հետեւյալ հնարքը, որ Երևանում ապրելը փոքր-ինչ ավելի անվտանգ էր հասարակական ընկալման պարագայում եւ Երևանում ապրելը տալիս էր մարդկանց հնարավորություններ կյանք կազմակերպելու, բարեկեցությունը բարձրացնելու, ինչը հնարավոր չէր Երևանից դուրս, հա, մարզերում, ուստի Երևանում այս մեծ կառուցապատումը եւ բնակարանների պահանջարկի արհեստական աճը եւս բերեց արհեստական գնաճի։ Այս ամենը կարճաժամկետ իրենք իրադարձային ազդեցություն ունեցող երևույթներ են եւ հիմա կգնա այդ իմ նշած կարգավորման ուղղությամբ, քանի որ ամեն այս հնարքը անհիմն էին, հիմնազուրկ էին եւ տնտեսական զարգացման ու տնտեսական կայունության, տնտեսական աճի հիմքեր իրենց մեջ չունեին ու տնտեսական բարդ վիճակը, կյանքի դժվարությունները կբերեն նրան, որ բարձր անմիտ գներով վաճառքը կդառնա անհնարին։ Այսքան այսօր, խնդրում եմ ձեր հարցերը գրեք, դիմեք խորհրդատվության համար կամ տեղեկության համար, ես օրինակները, որը նշեցի, ապրիլ-մարտ ամիսներին վերաբերվող կտեղադրեմ մեկնաբանություններում, ինքներդ էլ կհամոզվեք, որ հենց այնպես պնդումներ չի արվում, կյանքում իրողությունը այնպիսին է, ինչպեսին որ ներկայացնում եմ տեսանյութում։ Եվ մյուսը, որ չեք կարողանում գտնել էժանացված բնակարաններ, կապված է նաև որոնման ֆիլտրերի հետ, այնտեղ պետք է կրկնում եմ անհատ սեփականատերերի կողմից առաջարկվող տարբերակներին հետևել եւ աշխատել այդտեղ ման գալ բնակարաններ, քանց տարբեր գործակալությունների հայտարարություններում, որոնք խճճում են եւ շատ են ու այդպիսի դինամիկ փոփոխություններ չեն ներկայացնում վաճառքի հայտնի պորտալներում հայտարարությունների բազաներում։ Շնորհակալություն։